Կներեք, մեր նախարարների աշխատանքից գոհ եք դուք։ Ես սաղի մայրիկը եւ հայրիկը Անզուսպ զայրույթ ու հայհոյանք անկառավարելի են դառնում քաղաքացիները, երբ ուզում են արտահայտվել կառավարության անդամների աշխատանքի մասին։ Այն նախարարների, որոնցից յուրաքանչյուրը 7-8 միլիոն դրամ պարգևավճար է ստացել իրենց իսկ համոզմամբ լավ աշխատանքի համար։ Հասարակ մի բան, հիմա ես ուրիշ ոչ մի բան չունեմ ասելու, տեսեք վիճակը։ Ձյունը եկել է, ուր են, սա ինչ է։ Ուր է, քանի գնում ավելի վատանում է։ Ավելի վատ իրականություն, ավելի ճոխ պարգևավճարներ արձանագրում են քաղաքացիներն ու հիշեցնում այսպես կոչված Թավշյա հեղափոխության թևավոր խոսքերից մեկը։ Կոռուպցիան այսպիսի սարսարափելի դեմքով, պոզով, պոչով կենթանի չէ։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի պաստառի դիմաց էր Փաշինյանը 2019 թվականին կոռուպցիայի դեմ հանդիսավոր պայքար մղում։ Նույն կենտրոնի ծրագրերի ղեկավարը հիմա հայտարարում է, քաղաքական կոռուպցիայի դրսևորում է չափազանց խոշոր պարգևավճարներ բաժանելը։ Այո, կար կոռուպցիա, քաղաքական կոռուպցիա։ Հավելավճարի պիլոտային ծրագիր, թե քաղաքական կոռուպցիայի նոր մեխանիզմ է գործի դրել իշխանությունը ավելի քան 3 միլիարդ դրամ գրպանելով։ Վարուժան Հոկտանյանը հիշեցնում է, պետական մարմինների ներկայացուցիչները խրախուսանքներ են ստացել կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ կատարողականի գնահատման արդյունքում։ Այդ որոշումով ասում է, որ կատարողականի ուրեմն գնահատում է եղել։ Շատ լավ եղել է։ Մենք տեսել ենք այդ գնահատումը, հանրությունը ծանոթ է այդ գնահատմանը։ Քաղաքացիները ծանոթ չեն, թե ով, երբ, ինչ չափանիշներով է գնահատել խրախուսվածների արած գործը։ Ծանոթ չեմ իրենց աշխատանքին, չեմ կարող գնահատել։ Մարդիկ մի բան են պնդում միայն, խիստ դժգոհ են գործադիրի աշխատանքից։ Ես վաշե կառավարությունից գոհ չեմ։ Առաջին հերթին ոչ մի անգամ էլ թոշակառուներին բանի տեղ չեն դնում։ Իրենք ինձ տեսնում եք ցույց են տալիս ինչքան են աշխատավարձ, ինչքան են ստանում, բայց թոշակառուներին ոչ մի կոպեկ միլիոններ են ստանում։ Կներեք, մեր նախարարների աշխատանքից գոհ եք դուք։ Աշխատում են։ Դե ասում են աշխատում են ու պարգևատրում են ստանում։ Դե չաշխատելու համար են ստանում են։ Չաշխատելու համար պարգևատրում։ Հենա ինձ էլ են տալի 40,000։ Թոշակառու դաշտ։ 41,000 մենակ դեղի փողն է։ Այն 1000-ը չգիտեմ ո՞ս ծախսեմ, պետք է Նիկոլին ասեմ, որ ասի ոչ չտախսեմ էլ։ Իրա տարիքի չափ ստաժում է։ Նիկոլի։ Անունը չեմ ուզում տամ, բայց դա Նիկոլ է։ Թող ուտեն կշտանան։ Եթե իհարկե կկշտանան։ Իմ կարծիքով չեն էլ կշտանալու, որովհետև եթե սոված եկել են, Եթե գոհ չի, նշանակում է նրանք լավ չեն աշխատել։ Եթե լավ չեն աշխատել, ինչու համար են պարգևատրվել։ Հոկտանյանի համոզմամբ մեծ փողերի հետևում քաղաքական նպատակներ են թաքնված։ Այս չափսերի պարգևավճարներ չեն եղել։ Ու այստեղ արդեն խնդիր է առաջանում, ինչու հենց այս տարի։ Մենք ձեզ վճարում ենք, որ դուք ծառայություն մատուցեք առաջիկա ընտրություններում քվեներ հավաքելու միջոցով։ Մոտավորապես այսպիսի սխեմա է գործի դրվում ընտրությունների շեմին պետական ապարատում աննախադեպ բարձր պարգևավճարներ բաժանելով, կարծում է փորձագետը։ Այդ մարդիկ հունիսի 7-ին գնալու են ընտրելու եւ նրանց կհիշեցնեն այս պարգևավճարների մասին, մենք ձեզ այսքան պարգևատրել ենք, հիմա դուք պետք է ծառայություն մատուցեք, մոբիլիզացնեք ձեր աշխատակազմին, մոբիլիզացնեք նրանց բարեկամներին, ընտանիքներին, որ քվեարկեն քաղաքապայմանագրի օգտին։ Քաղաքացիները վստահ են, կառավարական ընտրակաշառքներ բաժանելն է ընտրություններում հաղթելու Փաշինյանի վերջին հույսը։ Քվեարկությանը նախորդող այս 4 ամիսների ընթացքում նա հազիվ թե կարողանա վերականգնել իր գահավիժած վարկանիշը։ Լիլիթ Խալաթյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։